Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր օգոստոսի 3-ն է, երկուշաբթի։ 9-րդ գումարման ազգային ժողովը այսօր շարունակել է առաջին նստաշրջանի աշխատանքները։ Հիշեցնենք, որ առաջին նիստը ընդմիջվել էր 3 ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, կարծիքների փոխանակության փուլում։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար քաղաքացիական պայմանագիրը առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Մյուս խմբակցությունները թեկնածուներ չունեին։ 4 տասնյակ պատգամավորներ էին գրանցվել ելույթների համար։ Նրանց մեծ մասը հասցրել էր մոտենալ ամբիոնին։ Երեկվա նիստը անցել էր փոխադարձ մեղադրանքներով եւ բավականին սուր մթնոլորտում։ Այսօր առաջին ամբիոնին մոտեցավ ՔՊԱ-ական Թաքուի Ղազարյանը։ Նոր էր սկսել ելույթը, երբ նկատեց, որ դալիճի մի մասի աթոռները դատարկ են։ Բայ Հայաստան դաշինք չկա։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Մի օր դիմացան։ Բուն ելույթը պատգամավորը սկսեց նախորդ օրվա աշխատանքների ամփոփումով։ Եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը։ Իսկ դու թուրք տեսել ես։ Այս եւ երեկվա նիստից հետո թեվավոր դարձած այլ արտահայտությունների տակ ընդամենը մի հարց է քննարկում խորհրդարանը։ Այսպիսին էր Արման Եղոյանի կարծիքը։ Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը։ Վերջ։ Այս հարցն ենք մենք քննարկում։ Պատգամավորների ելույթներում հաճախակի հնչող թեմաներից էր նաև ընտրությունները կեղծելը։ ՔՊԱ-ականները նախկին իշխանություններին էին հիշեցնում, ընդդիմությունն էլ ներկաներին մեղադրում, երբեմն նաև ալեգորիկ խոսքով։ Նոր պատգամավորներից Արեգա Հովսեփյանի կարծիքով տեղի է ունեցել աննախադեպ, նույնիսկ տիեզերական մակարդակով աննախադեպ երևույթ։ Երկիր մոլորակը դադարել է պտտվել։ Կանգ է առել ժամանակը։ Եվ գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել շատ կոնկրետ օր, շատ կոնկրետ վայրում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ ժամանակը գիշերը հունիսի 7-ից 8 առավոտ կանգ է առել։ Կանգ է առել, որովհետև եղել է հրաման հայ ժողովրդի ձայները գողանալու։ Մի հատ փաստ եք ներկայացրել, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Մի փաստ, այն պահին, երբ որ դուք հաշտվեցիք եւ ընդունեցիք արդյունքները, որ ընդունել է ժողովուրդը, դուք կդառնաք այդ ժողովրդի իշխանության մի մասը, հաջորդ ընտրություններին իշխանության գալու հնարավորությամբ։ Ինչպես ասում են, 3 բանի անverջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ԿՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Բայց եթե մենք ընտրությունները կեղծել ենք ու ինչպես ժամանակին ընդունվածքեր ինչքան ուզեցել, այդքան խփել էինք, ոչ միայն 50+ էր լինելու, այլ ձեզանից շատերը պարզապես այստեղ չէին լինելու։ Այն որ մենք հավաքել ենք 49%, եւս մեկ անգամ ապացուցում է ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ այն, որ ոչինչ չի կեղծվել։ Վահագն Ալեքսանյանն էլ ոչ թե հին ու նոր ընտրությունները համեմատեց, այլ այս ու նախորդ ազգային ժողովների աշխատանքների մեկնարկը։ 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, եւ դա Տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է։ Շատ ածես ասում Տիկին Խամոյան։ Իսկ ավելի լուրջ Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ այս ազգային ժողովի մասին դեռ լավ կարծիք ձևավորելու հիմքեր չկան, համենայն դեպս օտարերկրացիների մոտ։ Ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում օրինակ ինչ-որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի թեկնածուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք Թուրքիա։ Ես վստահ եմ, դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Վերջում ելույթներ եղան խմբակցությունների անունից, իր ամփոփիչ խոսքում դրանց պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը։ Հուսով եմ շատ չեք տխրի, որ ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը։ Տիկին Գրիգորյան, գիտեք ինչի չի մասնակցելու ձեր խմբակցությունը քվեարկությանը, որտեղ դուք վստահ չեք, որ քվեարկության ընթացքում չի պարզվի, որ ձեր падգամավորներից մի քանիսը ինձ են քվեարկելու, այդ թվում դուք։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Եվ նաև կուզենայի
մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Նախ մի քիչ սխալ եք ասում, ոչ թե Ադանան են քեբաբով ճանաչում, այլ քեբաբն են Ադանայով ճանաչում, այդ թվում այն ժամանակներից, երբ որ Ադանայում հայեր էին ապրում։ Երկրորդը, բայց տարօրինակ է, տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել տաշիր պիցան անվանել տաշիր պիցա։ Սա ինչի համար ասեցի։ Իրական ինչ որ ես հիմա ասեցի, ինչ ասեմ, շատ ցածր մակարդակի բան էր, բայց ես ուղղակի ստիպված եմ անալոգիա բերել։ Ռուբինյանը անդրադարձավ եւս մի քանի մեղադրանքների եւ հիշեցրեց օրինակ, որ խմբակցություններից մեկի ղեկավարի ընտանիքից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնականցել $200 միլիոն։ Պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր ա եղել։ Եթե սխալվում եմ, կներեք։ Բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր ա եղել։ Քավլիցի, ուրախ եմ ձեզ համար։ Ընդդիմությունից Ռուբինյանին մեղադրում էին նաև նրանում, որ աները աշխատում է ազգային ժողովում։ Պարզվում է, այնքան էլ ճիշտ չէ։ Նա սխալվում է, իմ աները չի աշխատում ազգային ժողովում։ Ասեմ ավելին, երբ որ իմ աները աշխատում էր ազգային ժողովում, նա իմ աները չէր։ Իսկ երբ որ իմ աներն էր, էլ չէր աշխատում ազգային ժողովում։ Իսկ ընդհանուր առմամբ Ռուբինյանի կարծիքով քննարկումը վատը չէր, բավականին բարձր մակարդակ էր։ Արդեն երկրորդնից նաև դեռ ոչ մի падգամավոր չի տուժել, եզրափակեց Ռուբինյանը։ Падգամավորները հեռացան քվեարկության, քիչ անց հայտարարվեցին արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել էին 91 падգամավոր, 63 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ Ռուբինյանը ընտրվել է ազգային ժողովի նախագահ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո խորհրդարանը սկսել է նախագահի 3 տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Քաղաքացիական պայմանագրից ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուներ են առաջադրել Հայկ Կոնջորյանին եւ Վահագն Ալեքսանյանին։ Ուժեղ Հայաստան ընդդիմադիր խմբակցությունը փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին։ Հանրապետության նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Այդ արարողությունը տեղի է ունեցել հենց վարչապետի ներկայությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կառավարության հրաժարականի մասին նախագահին ուղղված դիմումը, որը հետո ուղարկվել էր նախագահի աշխատակազմ։ Նախագահ Վահագն Խաչատրյանը հաստատել էր կառավարության հրաժարականը, որից հետո Սահմանադրության համաձայն պետք է վարչապետի պաշտոնում նշանակեր խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացրած թեկնածուին։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև կառավարության կառուցվածքի եւ գործնեության մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի Հայաստանի նախագահի հրամանագրերով Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը, իսկ մյուս բոլոր նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։ Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով։ Վարչապետը հիշեցրել է, որ Լիլիթ Մակունցը 2018 թվականին եղել է կառավարության անդամ, զբաղեցրել մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել Իմ քայլը խորհրդարանական խմբակցության ղեկավար, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, այնուհետև վարչապետի գլխավոր խորհրդական։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացումը, հանրային հաստատությունների եւ տրանսպորտի մատչելիության ապահովումը քննարկման թեմա էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ Շիրակի մարզում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Պաշտպանին մարզում ուղեկցել է Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագծի մասնակից 17-ամյա Սուսաննա Փանոսյանը։
Սուսաննան 17 տարեկան է, Ախուրյանի տարածաշրջանի Արափի գյուղում է ապրում, պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ։ Ներառական հասարակության ձևավորման, բարձրագույն կրթության, ինչպես նաև գյուղից քաղաք հասանելի ու մատչելի տեղաշարժի ապահովման հարցերն էին բերել մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը։ Սուսաննան ոչ միայն խնդիրներից խոսեց, նաև փոփոխությունների նախաձեռնությունից։ Հասարակություն ներառեն հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ հաշվի չառնեն իրենց հաշմանդամությունը եւ տան հնարավորություն իրենց ներուժը ամբողջովին կիրառել։ Շատ սիրում եմ լեզուներ, հետագայում շատ ուզում եմ զարգացնել լեզուներս եւ հետաքրքրված եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանմամբ։ 17-ամյա աղջիկը օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում ծրագրի մասնակից է։ Նախագիծը միավորում է ակտիվ ու նախաձեռնող երիտասարդների։ Սուսաննան մեկ ամբողջ օր ուղեկցեց մարդու իրավունքների պաշտպանին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Անահիտ Մանասյանը Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են գյուղական բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք։ Շատ երկար տևեց այդ ճանապարհը, որտեղ խնդիրներ առաջացել նախագծեր կապված Գյումրի Արափի ճանապարհը, բայց մենք նորից սկսել ենք այդ ճանապարհը կառուցել։ Գյուղի միջի կենտրոնական ճանապարհները, գյուղի հետ միջի ճանապարհները արդեն սուբվենցիոն ծրագրերով համայնքու կառավարություն համատեղ աշխատանքներ են տանում։ Գյուղական բնակավայրերում տրանսպորտի բացակայությունը, իսկ եղածների դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելիությունը լուրջ խոչընդոտ են։ Սուսաննայի հետ այս խնդիրը հաղթահարում է մայրը Արմինեն։ Խնդիրների մեծ մասը հեշտ լուծելի չէ եւ շատ մեծ համակարգային լուծումներ է պահանջում, որովհետեւ ակնհայտ է, որ նախ շատ երկար տարիներ ոլորտի հետ կապված ընդհանրապես պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել։ Ես ուրախ եմ, որ այս փուլում բազմաթիվ են նախաձեռնությունները եւ քաղաքականությունները ոլորտի հետ կապված, բայց նաեւ պիտի հատուկ շեշտադրեմ, որ մենք պետք է շատ համակարգային, շուտափույթ եւ պրոֆեսիոնալ մեթոդաբանություն ցուցաբերենք։ Գյուղերում նաև երիտասարդների զբաղվածության եւ ժամանցի հնարավորություններն են սահմանափակ կամ գրեթե չկան։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, համագործակցությունը մարզային համայնքային կառույցների հետ հնարավորություն են խնդիրների բարձրաձայնման։ Մարդու իրավունքների պաշտպանը Սուսաննայի ուղեկցությամբ այցելեց նաև Ախուրյանի երիտասարդական կենտրոն։ Երիտասարդների հետ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության առնչվող մի շարք հարցեր։ Երիտասարդները պետք է ճանաչեն իրենց իրավունքները եւ կարողանան ճիշտ կիրառել դրանք։ Երբեմն նաև երիտասարդները չեն գիտակցում արդյոք իրենց իրավունքը խախտվել է թե չէ, որովհետև չգիտեն իրանք ինչ իրավունքներ ունեն, ինչ պարտականություններ ունեն, եւ առաջին քայլը հենց գալիս է իրազեկումից, երբ որ իրենք իմանան, տեղեկացված լինեն, թե իրանք ինչ իրավունք ունեն, ինչ պարտականություն ունեն, հետեւաբար արդեն հեշտ կլինի տարբերակել արդյոք իրենց իրավունքները այդ հարցում ոտնահարվել է կամ միգուցե իրանք պետք է ինչ-որ մեկի դիմեն, թե ոչ։ Երիտասարդի ձայնը լսելի կլինի եւ ինքը փաստացի կմասնակցի որոշումների կայացման գործընթացին, քանի որ մարզային ու նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված շատ կարևոր խնդիրներ էր բարձրաձայնում։ Հանդիպումը մարդու իրավունքների պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով էր։ Երիտասարդներին մտահոգող էին զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հասանելիության, կրթության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների, երեխաների ու կանանց իրավունքներին առնչվող հարցերը։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր տեղի են ունենալու Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններ, չմանրամասնելով սակայն թե որտեղ եւ ում մասնակցությամբ են նախատեսվում դրանք։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ բավականին լարված էր, քանի որ երկու կողմերն էլ վերսկսել էին փոխադարձ հարվածները, ինչպես նաեւ հնչեցնում էին նոր հարվածների մասին սպառնալիքներ։ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը կանցնեն բանակցությունների, սակայն իրանական կողմը չի հաստատել հանդիպման օրը եւ թե արդյոք պատրաստ է բանակցությունների։ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդը իր ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է. Մենք երկխոսություն ենք վարելու նրանց հետ, դա տեղի է ունենալու բանակցությունների ձևաչափով։ Դրանք կսկսվեն այսօր կեսօրին։ Ես կցանկանայի, որ այդպես էլ լիներ։ Դա կփրկեր բազմաթիվ կյանքեր, թույլ կտար խնայել ոչ քիչ ուժեր։ Մինչ Թրամփը բանակցություններից է խոսում, երեկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել իր սաուդցի պաշտոնակից Ֆայզալ բին Ֆահրանի եւ Պակիստանի զինված ուժերի առաջնորդ Ասիմ Մունիրի հետ, քննարկելով դիվանագիտական ջանքերը։ Իր լրատվական գործակալությունը վկայակոչելով Արաղչիին հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի եւ Օմանի բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ Մասկատի հետ բանակցությունները կենտրոն
իրականացած են եղել նեղուցով նոր երթուղու շուրջ համաձայնության հասնելու վրա, պարզաբանելով, որ դա որևէ առնչություն չունի Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելու հետ, եւ դա առանձին քննարկում է։ Իսկ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ռուսաստանի Վլադիմիրի մարզում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնին։ Մարզպետ Ալեքսանդր Ավդեևը հայտնել է հրդեհի մասին։ 2 մարդ վիրավորվել է։ Հիշեցնենք, որ 1 օր առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Սամարայի մարզի շուկայի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Իսկ ռուս զինվորականները գիշերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող 4 նավերի վրա, վնասի չափը չի հաղորդվել։ Ուկրաինական կողմը չի հայտնել առևտրային նավերի վրա գիշերային հարձակումների մասին։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների դիտավորյալ սրացումը նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Համասը տեղեկացրել է, որ Իսրայելի հարվածները Գազայում ընտանիքներ են ոչնչացրել եւ կոչ է արել միջնորդներին անհապաղ ճնշում գործադրել Իսրայելի վրա, դադարեցնելու նման գործողությունները։ Իդեպ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 19 պաղեստինցի։ Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել իր բոլոր զենքերից, որին կհաջորդի իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի վրա շարունակվող հարվածները ցույց են տալիս, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը մտադրություն չունի խաղաղություն կնքել պաղեստինցիների հետ։ Նեթանյահուն շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք խաթարում են տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը եւ խաթարում երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջնորդական ջանքերը, հայտարարել է պաշտոնական Անկարան։ Հունաստանում բախվել են խոշոր անտառային հրդեհ մարելու աշխատանքներ իրականացնող 2 հրշեջ ուղղաթիռ։ Ուղղաթիռներից մեկի անձնակազմը, որը բաղկացած է եղել Հունաստանի եւ Դանիայի 2 քաղաքացուց, զոհվել են, իսկ մյուս ուղղաթիռի անձնակազմի 2 անդամները, Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ողջ են մնացել։ Դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Հրդեհը, որը բռնկվել էր Աթենքից հյուսիս-արևմուտք, ոչնչացրել է ավելի քան 100 տուն։ Այս ամռանը Եվրոպան բախվել է լայնածավալ անտառային հրդեհների, ռեկորդային շոկի եւ տեղումների սակավության պատճառով։ Գիտնականների գնահատմամբ նման պայմաններն ավելի են սրվել կլիմայի փոփոխության հետևանքով։ Ֆրանսիայում եւ Իսպանիայում մոլեգնող հրդեհները հանգստյան օրերին որոշ չափով թուլացել են, սակայն Հունաստանում հարաբերական անդորից հետո կրկին մի քանի նոր հրդեհ է բռնկվել։ Միացյալ Նահանգների Սպոկան քաղաքին սպառնացող անտառային հրդեհների պատճառով մոտ 60,000 մարդու տարհանման հրաման է տրվել։ 3 տեղական իշխանությունները հայտնել էին, որ տարածաշրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են 600 շինություն, այդ թվում տներ եւ բիզնեսներ, այրվել է ավելի քան 2180 հեկտար անտառ։ Վաշինգտոնի նահանգապետը խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ եւ օգնություն խնդրել դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ողջ տարածքում։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Գյումրիի տնական թաղամասերը փայտե կացարաններում ապրած կյանքի եւ պայմանների դժվարությունները արվեստով ներկայացնելու, տխուր եւ ուրախ օրերի մասին պատմելու ինքնատիպ ձիրք ունի գյումրեցի երիտասարդ գեղանկարիչ Հոբ Ղազարյանը։ Նա այն սերնդից է, որի մանկությունն ու պատանեկությունն անցել է տնական թաղամասերում ու շարունակվում է։ Ջրաներկով աշխատանքները առաջին հայացքից լուսանկարի տպավորություն են թողնում։ 22-ամյա երիտասարդն իր վարպետի հետ առաջին անհատական ցուցահանդեսն է բացել Գյումրիում։ Նկարներում Գյումրեն բոլոր իր տարբեր եղանակներով է եւ մռայլ, եւ ուրախ, եւ անձրևոտ, եւ ցեխոտ։ Հոբի մանկությունն ու պատանեկությունն անցել է տնակում։ Հիմա էլ Գյումրիի Սավոյան փողոցի տնակային թաղամասում են ապրում, միայն թե տնակը քարապատ են դարձրել։ Նա մանկուց թաղամասի ժանգոտված ու խարխուլ կացարաններն է տեսել, փողոցների ցեխն ու փոշին շնչել։ Երիտասարդ նկարչի աշխատանքներում քաղաքն ու իր թաղամասը ճիշտ պատկերն են իրականության։ Ամեն մի նկար ունի իր մեջ լիքը հիշողություններ, կապված մանկության հետ, թաղերի հետ, ու այդ ամենը իմ մեջ ապրելով ես փորձում եմ փոխանցել թղթին։
Գուցե արտակինից գրավիչ չեն կեղտոտ ցեխոտ փողոցները, բայց այդ ամենը ես կփորձեմ արվեստի վերածել։ Սավոյան փողոցի տնակներից մեկում են ծնվել հոբի առաջին ջրաներկ աշխատանքները։ Նկարել սկսել է 6 տարեկանից։ Ջրաներկի արվեստի հանդեպ սերն ավելի է ամրապնդվել իր առաջին ուսուցիչ, գեղանկարիչ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Գալստյանի հետ հանդիպումով։ Դարձյալ տնակում իր ուսուցչի արվեստանոցում անհատական պարապմունքները սկսել է 14 տարեկանից։ Ծնողներս հասկացել են, որ ի վերուստ ընձի շնորհք կա տրված Աստվածանից ու արդեն ձեռնամուխ են եղել առաջ տանելու, որից հետո հանդիպել եմ գեղանկարիչ ջրաներկի մեծ վարպետ Սամվել Գալստյանին ու մինչև զինվորական ծառայությունս ուսանել եմ իր մոտ կատարելագործելով իմ ջրաներկ տեխնիկան։ Բնատուր շնորհքն ու գույների իրողությունների ճիշտ ընկալումը նրան ստիպում էին վրձնել այն, ինչ տեսնում էր։ Գյումրիում իրենց գոյությունը սպառած, բայց դեռ շատ ընտանիքների համար տուն համարվող դոմիկներում ապրած ու ապրվող կյանքն է պատկերներում։ Այս նկարը կարտահայտ է Սավոյանը իր գույներով, իր տրամադրությամբ, ինչպես վերնագին է լքված թաղամաս իրականությունը ինչ որ կա, իմ կարծիքով դիտորդը նայելով այս նկարին ինքը կպատկերացնի արդեն այդ տնակում ապրողի իրավիճակներն ու պայմանները, էլ կարիք էլ չկա բացատրելու։ Հոբը զինվորական ծառայությունից հետո հանդիպել է իր երկրորդ ուսուցչին, գեղանկարիչ յուղաներկի վարպետ Սերգեյ Կարապետյանին։ Նրա հետ շարունակում է կատարելագործել յուղաներկի տեխնիկան։ Իր մոտ ավելի շատ Գյումրին է, որովհետև ինքը գյումրեցի է եւ ավելի շատ կցանկանա լուբոյ նկարիչ, լուբոյ արվեստագետ կցանկանա ներկայացնել իր ապրած, իր բնակավայրը, իր քաղաքը, հետո նոր արդեն մայրաքաղաքները, չգիտեմ, մյուս քաղաքները ներկայացնելը։ Յուղաներկի վարպետը հոբին ծանոթացնում է գեղանկարչության մեկ այլ ուղղության հետ։ Այն կոչվում է Չոր վրձին կտորի վրա։ Հին ու նոր հուշերի ցուցահանդեսին հոբի ջրաներկ աշխատանքների կողքին գեղանկարիչ Սերգեյ Կարապետյանը ներկայացրել էր իր դիմանկարների շարքը։ Այն նրա առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ 25 տարի Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո վերադարձել է իր քաղաք։ Մոսկվայում ես ցուցահանդեսներ ունեցել եմ, բայց ոչ կտորի վրա, եղել են կտավի վրա իմ ցուցահանդեսները, այդ նկարներին գործերն եղել են կտավի վրա, իսկ Գյումրիում ես որոշեցի անեմ կտորի վրա եւ պատկերեմ մեր մեծերին։ Ու այս դեռ սկիզբն է։ Հիմնականում ջրաներկով աշխատող երիտասարդ նկարիչ հոբի համար յուղաներկով նկարելը նոր հետաքրքրություն է, որը տաղանդի հետ առավել տպավորիչ եւ խորքային գեղանկարների ծնունդ կդառնա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորություններից սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։